Տավուշի մարզպետարանի պաշտոնական հաշվետվությունից 3 էջ բացակայում էր։ Երբ լրագրողները 2014 թվականի օգոստոսի 22-ին գտան արխիվում թաքնված պատճենը, առաջին բանը, որ աչքի ընկավ, ոչ թե ամսաթիվը եւ ոչ էլ անունը կնիքի տակ։ Այն էր հաստ դեղին թղթի վրա, որտեղ ռետին կարմիրով նշված էր գախտնի, բայց 3 էջ սկզբից հաջորդող էջերը պարզապես չկային։ Հաշվետվությունը պարունակելու էր ազգային ժողովի նախագահի այցի ծախսերի հիրի հիմնավորումը, բայց հենց այդ էական մասը կորել էր։ Որտեղ էին դրանք։ Ով էր հանել։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այդ էջերում, որ մեկը պետք է գիշերվա մութ ժամին մտներ արխիվ եւ հատկապես հենց այդ թերթերը հաներ։ Հարցը հետապնդեց բոլոր մասնակիցներին, քանի որ պատահական չէր, որ հենց այդ օրը, երբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը Տավուշի մարզում կանգնած, լրագրողներին հայտարարեց նոր շքեղ ավտոմեքենաներ գնելու մասին։ Երկրի կեսը աղքատության գծից ներքև էր ապրում։ Համարյա 1 միլիոն ընտանիք սպասում էր փոխանցումներին Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից։ 10 միլիոն հայ, սփռված աշխարհով մեկ։ Ամեն ամիս ուղարկում էին դրամներ ծնողներին, երեխաներին, քույրերին, եղբայրներին։ Եվ հենց այդ օրը, երբ տարերքի աղքատության մեջ ապրող մարզում իշխանությունը խոսում էր շքեղության մասին, որևէ մեկը մտավ արխիվ եւ ջնջեց փաստերը։ Այդ բացակայող էջերը դարձան առեղծվածի սկիզբը։ Բայց առավել մտահոգիչ էր մեկ այլ փաստաթուղթ, որը գտնվեց պատահականորեն։ Դա էկոնոմիստ Կարեն Պետրոսյանի ներքին հաշվետվությունն էր, ուղղված մի անանուն ադրեսատի, որտեղ գրված էր. «Երբ քո երկրի կեսը աղքատության գծի տակ է, ում կարող ես խաբել շքեղ մեքենաներով, ինքդ քեզ, հյուրերին, ժողովրդին»։ Պետրոսյանը գիտեր, որ այդ բառերը վտանգավոր են։ Նա գիտեր, որ ճշմարտությունը միշտ սպանում է առաջինը։ Եվ գիտեք, թե ինչ տեղի ունեցավ 3 օր անց։ Այդ հաշվետվությունը հայտնվեց հրապարակային լրատվամիջոցում, բայց Պետրոսյանի անունը փոխարինվեց մեկ այլ անվամբ։ Ով էր արել դա եւ ինչու։ Դուք պետք է իմանաք, թե ինչու է այս պատմությունը կարևոր։ 2014 թվականի օգոստոսի 22-ին Տավուշի մարզում Գալուստ Գրիգորի Սահակյանը, երկրի ազգային ժողովի նախագահը, հայտարարեց պետական բյուջեի հաշվին նոր ավտոմեքենաներ գնելու մասին։ Նա պատճառաբանեց, վարձակալությունը թանկ է, իսկ սեփական ավտոպարկի սպասարկումը ավելի էժան։ Նա նույնիսկ բերեց օրինակ՝ 1000 դրամի դիմաց 50,000 դրամի մեքենա 50 տարվա համար։ Բայց ամենակարևորը, որ նա չասաց, վերաբերում էր մարդկանց, ովքեր նույն այդ պահին նստած էին իրենց տներում եւ հաշվում էին դրամները, ուղարկված Մոսկվայից կամ Լոս Անջելեսից։ Տավուշի մարզի բնակչության ավելի քան կեսը ազգականորամարվում էր աղքատ։ Եվ երբ նախագահը խոսում էր շքեղ մեքենաների մասին, որևէ մեկը փորձեց թաքցնել փաստերը, հանելով 3 էջ արխիվից։ Բայց ինչ կլինի, եթե այդ էջերում ավելին կար։ Ինչ կլինի, եթե դրանք պարունակում էին անուններ, նրանց, ովքեր շահագործում էին աղքատությունը, փողը լվանում էին օֆշորներում, միլիոնները փոխանցում էին արտասահման։ Մինչդեռ սովորական ընտանիքը ապրում էր օրվա հաշվով։ Ինչ կլինի, եթե Գալուստ Սահակյանը ոչ թե մեկուսի ազնվական էր, այլ ճանապարհագից ավելի խորը ցանցի։ Հարցը հետապնդում է ոչ միայն Հայաստանի 3 միլիոն բնակիչներին, այլև 10 միլիոն դիասպորային հայերին, ովքեր ամեն ամիս ուղարկում են փող տուն։ Նրանք արժանի են գիտենալ, թե ուր է գնում դրամները։ Երբ 2014 թվականի մայիսին Հայաստանի կառավարությունը ակնթարթորեն չեղարկեց շքեղության հարկը, որևէ մեկը պետք է հարցներ տար, բայց ոչ ոք չտվեց։ Լռություն էր։ Մամուլը լուռ էր, հասարակությունը հիացած, իսկ միջազգային վերլուծաբանները անակնկալ մնացին։ Ինչու։ Կանխկալ հարկ, որը պետք է սահմանափակի շքեղ ապրանքները, հանկարծ դարձավ անցյալ, հենց այն պահին, երբ երկիրը մտնում էր տնտեսական ճգնաժամ։ Նավթային ճգնաժամը մեծանում էր, ռուբլու փոխարժեքը արագորեն արժեզրկվում էր։ Հայաստանը, որպես կախված էկոնոմիկա, ներկրում էր ավելի քան 100%-ով ավելի շատ, քան արտահանում էր։ Փոխանցումները դիասպորայից դարձան միակ հենարանը։ Մոսկվայից, Փարիզից, Լոս Անջելեսից, Թեհրանից, Բեյրութից մարդիկ ուղարկում էին ավանդներ, որպիսի ծնողները կարողանան գնել հաց, որպիսի քույրերը կարողանան վճարել հոսպիտալի հաշիվները, որպիսի երեխաները կարողանան գնալ դպրոց։ 10 միլիոն հայ, դարեր շարունակ միասնության մեջ, հիմա ապրում էին հեռավոր երկրներում, բայց միշտ մտածում էին հայրենիքի մասին։ Բայց որտեղ էր իշխանությունը։ Որտեղ էին դրանք, ովքեր պարտավոր էին պահպանել ազգը։ Երբ Գալուստ Սահակյանը 2014 թվականի օգոստոսին կանգնած էր Տավուշում եւ խոսում էր մեքենաների մասին, ոչ ոք չհարցրեց,
Ինչու այդ պահին, երբ բնակչության կեսը աղքատության գծից ներքև էր։ Սակայն մի մարդ հարցրեց. Կարեն Պետրոսյանը, էկոնոմիստ, ով տասնամյակներ աշխատել էր վերլուծությունների վրա, տվեց հարցազրույց առավոտ։ Ամին։ Նա ասաց այն, ինչ բոլորը մտածում էին, բայց վախենում էին ասել։ Ում կարող ես խաբել շքեղ մեքենաներով, երբ քո երկրի կեսը աղքատության գծի տակ է։ Դա էր առաջին անգամը, երբ իշխանության ներսում գտնվող մեկը հրապարակավ խոսեց այդ կոնտրաստի մասին։ Նա խոսեց այն մասին, որ էլիտան ապրում էր փակ աշխարհում, որտեղ իրական աղքատությունը, իրական ցավը, իրական պատմությունները չէին հասնում։ Նա խոսեց այն մասին, որ երբ սովորական ընտանիքը սպասում էր փոխանցմանը $200, որպեսզի վճարի կոմունալ վճարները, իշխանությունը միլիոններ էր ծախսում շքեղ ավտոմեքենաների վրա։ Նա խոսեց այն մասին, որ երբ սովորական հայր չէր կարող գնել դեղեր իր հիվանդ մորը, պաշտոնյան նոր Mercedes էր վարում։ Բայց ամենակ էր Գալուստ Սահակյանը, թե նա կատարում էր ավելի խորը համակարգի հրամանները։ Այստեղ է, որ պատմությունը դառնում է խորացող։ Սահակյանը 2014-ից 2017 թվականներին եղել է ազգային ժողովի նախագահ, ամենաառավել ազդեցիկ պաշտոններից մեկը երկրում։ Նա եղել է ՀՀԿ-ի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, եւ նա եղել է Մերձավոր Սերժ Սարգսյանին, նախագահին, ով իշխանում էր 2008-ից 2018 թվականներին։ Սերժ Սարգսյանը։ Այդ անունը միշտ հայտնվում էր, երբ խոսում էին Հայաստանի իշխանության մասին։ Նա էր այն մարդը, ում շուրջը բոլորը խմբավորվում էին, ում խոսքը նշանակում էր հրաման, ում մերժումը վերջ։ Եվ երբ Գալուստ Սահակյանը խոսեց մեքենաների մասին, ոչ ոք չհավատաց, որ դա նրա սեփական որոշումն էր։ Հարցը կանգնեց այլտեղ. ով է կանգնած ավելի բարձր։ Ով է այն մարդը, ով քողարկվում է հրապարակային դեմքերի ետևում։ Ով է այն անհանհայտը, ով միշտ կողմից էր դիտում, միշտ պլանավորում, միշտ հսկում։ Կարեն Պետրոսյանը որտեղ էր հիմա։ Նրա վերջին հարցազրույցից անցել է տարեր։ Նա լուր մնաց 2015 թվականից սկսած։ Թե նրան լռեցրին, թե նա պարզապես հասկացավ, որ ճշմարտությունը չափազանց վտանգավոր է։ Եվ արդյոք նա այն մեկուսի ձայնն էր, թե կային ուրիշներ, ովքեր նույնպես վախենում էին խոսել։ Դուք պատկերացնում եք, թե քանի մարդ է գիտել ճշմարտությունը, բայց միշտ լռել է, քանի որ գիտեր մի քայլ առաջ, եւ դու հայտնվում ես ցուցակում։ Ցուցակում, որտեղից ելք չունես։ 2014 թվականի հոկտեմբերին Երևանում գտնվող մի փոքր գրասենյակ վերլուծությունների կենտրոն հայտնագործեց փաստաթուղթ։ Դա էր տնտեսական զեկույց, ստորագրված անանուն աղբյուր մակագրությամբ։ Զեկույցը խոսում էր երկրի բյուջեի թաքնված հոդվածների մասին։ Նրանք, ովքեր զբաղվում էին վերլուծություններով, առաջին անգամ էին տեսնում նման մանրամասն փաստաթղթեր, որտեղ նշված էր, թե որքան միլիոն դրամ է ծախսվել ներկայացուցչական ծախսերի վրա մի տարում, թե որքան պետական մեքենաների սպասարկման վրա, թե որքան արտաերկրյա գործուղումների վրա։ Թվերը ցնցող էին։ Միայն մի տարում պետական ավտոմեքենաների սպասարկման համար ծախսվել էր գումար, որը կարող էր ապահովել հազարավոր ընտանիքների հիմնական կարիքները։ Բայց ամենաանսպասելին այն էր, որ զեկույցի վերջում կար անուն, թեև ալամատված։ Այդ անունը Գալուստ Գրիգորի Սահակյան էր։ Զեկույցը հնարավոր էր թարգմանել մեկ պարզ գաղափարի. ազգը աշխատում է, դիասպորան ուղարկում է փող, իսկ էլիտան ծախսում է այն վրա, որն անտեսում է իրական կարիքները։ Բայց ով էր գրել այդ զեկույցը։ Ով էր հավաքել այդ փաստերը։ Եվ ինչու հենց 2014 թվականին, երբ երկիրը գտնվում էր տնտեսական ճգնաժամի շեմին։ Եվ այստեղ պատմության մեջ մտնում է կին, որի հետաքրքրությունը փոխեց ամեն ինչ։ Լրագրող Նունե Արևշատյանը։ Առավոտ ամի հեղինակը աշխատում էր այլ պատմության վրա, երբ նկատեց մի էլեկտրոնային նամակ, ուղարկված անանուն հասցեից։ Նամակի մեջ գրված էր մեկ նախադասություն. Հավատացեք, որ այն, ինչ տեսնում եք հրապարակում, դա ընդամենը սառցագլխի ծայրն է։ Արևշատյանը բացեց հավելյալ ֆայլը։ Այնտեղ կար վերնշված զեկույցը 10H+6 հավելված։ Բոլոր փաստաթղթերը ճշգրիտ էին, հաստատված ամսաթվերով, ստորագրություններով, կնիքներով։ Եվ ամենակարևորը, նրանք ունեին մի ընդհանուր թեմա՝ ցույց տալ, թե ինչպես է պետական փողը վերածվում անձնական շքեղության։ Բայց պատահական կերպով Արևշատյանը հայտնագործեց մի մանրամասն, որը փոխեց ամեն ինչ։ Զեկույցի մեջ նշվում էր մի հանդիպում 2014 թվականի հուլիսին։ Հանդիպումը տեղի էր ունեցել Երևանի մի ռեստորանում, որտեղ իբր քննարկվում էին բյուջետային հարցեր։ Հանդիպման մասնակիցների ցուցակում էր Գալուստ Սահակյանը, Սերժ Սարգսյանի մոտիկ խորհրդականներից մեկը եւ անհայտ անուն Վազգեն Մ.
Վազգեն ՄՄ։ Ով էր դա։ Արևշատյանը որոնեց բոլոր հասանելի աղբյուրներում, բայց անունը չգտավ։ Նա կասկածում էր, որ M նշանը կարող էր լինել կեղծ, որպեսզի թաքցնեն իրական ինքնությունը։ Բայց ինչու է այդ հանդիպումը կարևոր։ Արևշատյանը զրուցեց իր աղբյուրների հետ։ Մեկը նրան ասաց. Վազգեն M միայն մեկն է։ Վազգեն Մանմանուկյան, նախկին փոխնախարար, ով հեռացավ պաշտոնից 2003 թվականին եւ անհետացավ հասարակական կյանքից։ Եթե դա ճիշտ է, ինչու է նախկին փոխնախարար հանդիպում Սահակյանի հետ մի տարի անց նրա հրապարակային հայտարարությունից, թե Մանուկյանը նույնպես մաս կազմում էր մի ավելի խորը ցանցի, որը հսկում էր բյուջեի տարածումը։ Արևշատյանը որոշեց հրապարակել զեկույցը, բայց երբ նա պատրաստեց հոդվածը, նրա խմբագիրը ասաց. Մենք չենք կարող հրապարակել անանուն աղբյուրների վրա հիմնված նյութ առանց ավելի հստակ ապացույցների։ Արևշատյանը պայքարեց։ Նա ասաց, որ փաստաթղթերը հավաստի են, որ հավելվածները պարունակում են օրիգինալ կնիքներ, որ ամեն ինչ ստուգված է։ Բայց խմբագիրը վախենում էր։ Նա վախենում էր, որ եթե հրապարակեն այդպիսի նյութ, լրատվամիջոցը կարող է ճնշման ենթարկվել։ Եվ սա չէր առաջին անգամը։ 2013 թվականին Առավոտ կրակվել էր հետաքննության համար, երբ նրանք խոսել էին կոռուպցիայի մասին։ Արդյոք Արևշատյանը կարող էր հրապարակել զեկույցը ինքնուրույն։ Կամ նա պետք է սպասեր, մինչև ինչ-որ մեկը, ով ավելի ուժեղ էր, ավելի պաշտպանված էր, կվերցներ պատասխանատվությունը։ Բայց ժամանակը չէր սպասում։ Տնտեսական ճգնաժամը մեծանում էր։ Նավթի գները շարունակում էին ընկնել։ Ռուբլու փոխարժեքը, որի վրա հիմնված էր Հայաստանի արտաքին առևտուրը, արագորեն արժեզրկվում էր։ Եվ այդ ամենի մեջ Գալուստ Սահակյանը շարունակում էր խոսել մեքենաների մասին։ Շարունակում էր խոսել շքեղության մասին։ Եվ ոչ ոք չէր դիմադրում։ Բայց մի օր Արևշատյանը ստացավ հեռախոսի զանգ։ Անանուն ձայն ասաց. Դուք գիտեք, որ Վազգեն Մանուկյանը հիմա գտնվում է Դուբայում։ Ձայնը խզեց։ Արևշատյանը փորձեց հետ զանգահարել, բայց համարը անջատված էր։ Նա գիտեր, որ այդ զանգը ազդանշան էր։ Ազդանշան, որ ինչ-որ մեկը ուզում էր նրան տեղեկացնել։ Երբ Նունե Արևշատյանը հասավ Դուբայ 2015 թվականի փետրվարին, նա չգիտեր, թե ինչ է սպասում։ Անանուն զանգի մեջ ասված էր միայն մի հասցե. Jumeirah Beach Residence, 10-րդ հարկ, բնակարան 316։ Նա վերցրեց տաքսի օդանավակայանից եւ ուղղվեց դեպի հասցեն։ Երբ բացվեց դուռը, հակառակ կողմում կանգնած էր ծեր տղամարդ, 73 տարեկան, նիհար, մազերը ամբողջովին սպիտակ, աչքերի տակ խորը ստվերներ։ Նա ներս հրավիրեց Արևշատյանին առանց բարևի։ Բնակարանը շկեղ էր, հսկայական պատուհաններ, նայելով Պարսից ծոցը, մարմարե հատակ, արվեստի գործեր պատերին։ Բայց ամենակարևորը, սենյակի անկյունում կար հսկայական սեյֆ, բաց, լի փաստաթղթերով։ Դուք Արևշատյանն եք, հարցրեց տղամարդը առանց մերկայացնելու իրեն։ Այո, իսկ դուք ով եք։ Անունը կարևոր չէ, բայց եթե ուզում եք ճշմարտությունը գիտենալ Գալուստ Սահակյանի մասին, նստեք եւ լսեք։ Ես չունեմ շատ ժամանակ, նրանք արդեն իմանում են, որ ես խոսեցի ձեզ հետ։ Արևշատյանը նստեց։ Տղամարդը սկսեց պատմել։ Նա ասաց, որ իր անունը Վազգեն Մանուկյան է, նախկին փոխնախարար, ով աշխատել է 2001-ից 2002-2003 թվականներին։ Նա ասաց, որ հեռացել է պաշտոնից, քանի որ չէր համաձայնվում այն մեթոդներին, որոնցով իշխանությունը վարում էր բյուջեն։ Բայց ամենակարևորը, նա պահպանել էր բոլոր փաստաթղթերը։ 12 տարի նա ապրել էր Դուբայում, սպասելով համապատասխան պահին։ Եվ այժմ, երբ Հայաստանը հայտնվել էր ճգնաժամի մեջ, երբ Գալուստ Սահակյանը հրապարակավ խոսում էր շքեղության մասին, Մանուկյանը որոշեց խոսել։ 2014 թվականի հուլիսին, 14-րդ օրը, ես ներկա էի մի հանդիպման Երևանի Դվին ռեստորանում։ Այնտեղ էին Գալուստ Սահակյանը, 2 հոգի Սերժ Սարգսյանի վարչակազմից եւ մի օլիգարխ, ում անունը չեմ կարող ասել, բայց դուք կիմանաք, երբ տեսնեք փաստաթղթերը։ Նրանք քննարկում էին ծրագիր, որը նպատակ ուներ փոխանցել պետական բյուջեի մի մասը անձնական հաշիվներին, օֆշորային գոտիներում։ Սահակյանը պատասխանատու էր ազգային ժողովի մասի համար։ Նա պարտավոր էր հաստատել որոշակի բյուջետային հոդվածներ, որոնք կթույլատրեին փողը ուղղորդել կոնկրետ ընկերություններին։ Այդ ընկերությունները պատկանում էին օլիգարխներին, ովքեր հետո կվերադարձնեին մի մասը, որպես միջնորդավճար։ Արևշատյանը մինչև այդ պահը գիտեր, որ կոռուպցիան գոյություն ունի, բայց լսել այն ուղղակի, լսել անունները, լսել մանրամասները, դա ուրիշ բան էր։ Նա հարցրեց. Ինչու չխոսեցիք շուտ։ Ինչու սպասեցիք 12 տարի։ Մանուկյանը նայեց պատուհանից։ Քանի որ վախենում էի,
2003 թվականին, երբ հեռացա, ինձ հետապնդեցին, փորձեցին ձերբակալել, փորձեցին փակել իմ հաշիվները։ Ես փախա Դուբայ, քանի որ այստեղ ունեի ընկերներ, բայց նույնիսկ այստեղ ես միշտ զգում էի, որ հետևում են ինձ։ 2 անգամ փորձեցին մտնել բնակարան, երբ ես չէի։ 3 անգամ ստացա սպառնալիքներ հեռախոսով։ Ես գիտեի, որ եթե խոսեմ, ես մեռած մարդ եմ։ Բայց հիմա, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, երբ տեսնում եմ, թե ինչպես է Սահակյանը հրապարակավ խոսում մեքենաների մասին, մինչդեռ ժողովուրդը սովում է, ես չեմ կարող ավելի լռել։ Մանուկյանը մոտեցավ սեյֆին եւ հանեց հսկայական դոսիե։ Նա բացեց այն սեղանի վրա։ Ներսում կային բանկային փաստաթղթեր, հաշիվների պատճենաթերթեր, էլեկտրոնային նամակներ, ֆոտոլուսանկարներ, հանդիպումներից։ Արևշատյանը սկսեց նայել։ Առաջին փաստաթուղթը բանկային տրանսֆեր էր 2012 թվականի նոյեմբերից։ Գումարը 3.800.000 AMN դոլար։ Ուղարկողը անանուն ընկերություն Շվեյցարիայում, ստացողը անհատական հաշիվ Դուբայի բանկում եւ հաշվի տերը Գալուստ Գրիգորի Սահակյան։ Դա ճիշտ է, հարցրեց Արևշատյանը, չհավատալով աչքերին։ Այո, եւ դա միայն մի փոխանցումն է։ Դոսիեում կան 16 այլ։ Ընդհանուր գումարը 22 միլիոն դոլար, ուղարկված 2012-ից 2014 թվականներին։ Բոլորը գնացել են Սահակյանի հաշիվներին Դուբայում, Շվեյցարիայում, Կիպրոսում։ Եվ գիտեք, թե որտեղից է եկել այդ փողը։ Պետական բյուջեից։ Հոդվածները, որոնք ես հիշում եմ, ինֆրաստրուկտուրային զարգացում, միջազգային համագործակցություն, պետական ներդրումներ։ Բոլորը կեղծ էին։ Փողը երբեք չհասավ դրանց նպատակներին։ Այն ուղղակի փոխանցվեց օֆշորային ընկերություններին, որոնք հետո բաժանեցին պաշտոնյաների միջև։ Արևշատյանը չգիտեր, թե ինչ ասեր։ Նա տեսնում էր փաստերը, բայց մի մասը նրա խելքում դեռ չէր կարող հավատալ։ 22 միլիոն դոլար։ Այդ գումարը կարող էր կերակրել 50,000 ընտանիք մի տարի։ Այդ գումարը կարող էր կառուցել 10 հոսպիտալ։ Այդ գումարը կարող էր ապահովել հազարավոր երեխաների կրթությունը։ Բայց փոխարենը այն գտնվում էր մի մարդու հաշիվներում, ով հրապարակավ խոսում էր շքեղության մասին։ Ինչու եք տալիս ինձ այս փաստաթղթերը, հարցրեց Արևշատյանը։ Քանի որ դուք միակ լրագրողն եք, ում վստահում եմ։ Ես հետևել եմ ձեր աշխատանքին։ Դուք միշտ փորձել եք ճշմարտությունը պարզել։ Եվ հիմա ես ուզում եմ, որ դուք տանեք այս փաստաթղթերը եւ հրապարակեք դրանք։ Բայց զգույշ եղեք։ Երբ դուք դա անեք, նրանք կփորձեն ձեզ դադարեցնել։ Նրանք կփորձեն ձեզ անող էշել։ Նրանք կփորձեն ձեզ ոչնչացնել։ Բայց եթե ջանք չգործադրեք, ապա այս ամենը կմնա թաքնված հավիտյան։ Արևշատյանը վերցրեց դոսիեն։ Նա զգաց, թե ինչպես է դողում ձեռքերը։ Նա գիտե, որ այդ պահից սկսած նրա կյանքը փոխվեց։ Նա հարցրեց վերջին հարցը. Ինչու Սահակյանը պահպանեց այդ փաստաթղթերը։ Ինչու չոչնչացրեց դրանք։ Մանուկյանը ժպտաց դառնորեն։ Քանի որ նա մտածում էր, որ անհնարին է բացահայտել։ Նա մտածում էր, որ իր դիրքը նրան պաշտպանում է։ Նա մտածում էր, որ ով էլ փորձի խոսել կլռեցվի։ Բայց նա սխալվեց։ Ես չլռեցի։ Եվ հիմա դուք չպետք է լռեք։ Արևշատյանը հեռացավ բնակարանից։ Երբ նա մտավ տաքսի եւ վերադարձավ օդանավակայան, նա չնայեց հետ։ Բայց նա գիտեր, որ Մանուկյանի օրերը հաշված են։ Եվ երբ նա ժամանեց Երևան 2 օր անց, առաջին լուրը, որ լսեց, էր այն, որ Դուբայում մի հայ տղամարդ մահացել է սրտի կաթվածից։ Անունը Վազգեն Մանուկյան։ Տարիքը 73։ Պատճառը բնական։ Բայց Արևշատյանը գիտեր, որ ոչինչ այնտեղ բնական չէր։ 2015 թվականի մարտի 28-ին Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ մի դեպք, որը պաշտոնապես գրանցվեց որպես անսպասելի հիվանդություն։ Գալուստ Սահակյանը, ազգային ժողովի նախագահը, տեղափոխվեց շտաբ բուժօգնության բաժին կեսգիշերին։ Պաշտոնական հայտարարությունը ասում էր. թեթև ախտորոշում, կապված սթրեսի հետ։ Նա մնաց հոսպիտալում միայն 6 ժամ եւ հետո ազատվեց։ Լուրերը ընդունեցին այդ տարբերակը առանց հարցերի, բայց մի բժիշկ, ով ներկա էր այդ գիշեր, ում էր այլ պատմություն։ Նրա անունը Արման Խաչատրյան էր, 45 տարեկան, սրտաբան, 18 տարվա փորձով։ Նա աշխատում էր Էրեբունիում 2008 թվականից սկսած։ Այդ գիշերը նա գտնվում էր հերթապահության մեջ, երբ զանգահարեցին, ասելով, որ ավելի բարձրաստիճան հիվանդ է ժամանում։ Երբ շտապօգնության մեքենան մտավ բակ, Խաչատրյանը տեսավ Սահակյանին, ընկած նոսիլաներում, դեմքը գունատ, շնչառությունը ծանր։ Նրա կողքին կանգնած էին 3 անձնակազմ, անվտանգության աշխատող եւ մի փոքր տղամարդ, ով ներկայացավ որպես
անձնական բժնական բժիշկ։ Խաչատրյանը սկսեց զննել Սահակյանին։ Նա չափեց ճնշումը 18-10-110, բարձր, բայց ոչ վտանգավոր։ Սիրտը զարկում էր առավելագույնը 110 անգամ րոպեում։ Նորմալից ավել, բայց դարձյալ ոչ ճգնաժամային։ Բայց երբ նա նայեց աչքերին, նա տեսավ մի բան, որը նրան շոշափեց։ Աչապանակները շատ լայնացված էին, շատ լայն, այն բանի համար, որ լինի պարզապես սթրեսից։ Խաչատրյանը հարցրեց անձնական բժշկին, ինչ է նա վերցրել վերջին 8 ժամում։ Անձնական բժիշկը պատասխանեց անմիջապես. «Ոչինչ, միայն սովորական դեղամիջոցներ սրտի համար»։ Բայց Խաչատրյանը չհավատաց։ Նա անմիջապես պատվիրեց արյան վերլուծություն։ Անձնական բժիշկը փորձեց ընդդիմանալ, ասելով. «Այդ անհրաժեշտ չէ, մենք գիտենք, թե ինչ է պատահել»։ Բայց Խաչատրյանը հետ չկանգնեց։ Նա ասաց. «Եթե դուք ուզում եք, որ ես բուժեմ նրան, ես պետք է իմանամ ճշմարտությունը»։ Արյան նմուշը վերցվեց։ Արդյունքները եկան 20 րոպե անց։ Խաչատրյանը կարդաց զեկույցը եւ սառեց։ Արյան մեջ կային որսորդանիշներ մի նյութի, որը նա ճանաչեց անմիջապես՝ կոկային։ Ոչ փոքր քանակություն, մոտավորապես 2-1.5 միլիգրամ միլիտր արյան մեջ։ Դա բավական էր, որպեսզի բացատրի բարձր սրտի զարկերը, զայնացված աչապանակները, ծանր շնչառությունը։ Բայց ամենակարևորը, դա նշանակում էր, որ Սահակյանը օգտագործել էր կոկային վերջին 2-3 ժամվա ընթացքում։ Խաչատրյանը մոտեցավ անձնական բժշկին եւ ցույց տվեց արդյունքները։ Անձնական բժշկի դեմքը փոխվեց։ Նա անմիջապես ասաց. «Դա սխալ է, դուք պետք է կրկին ստուգեք»։ Բայց Խաչատրյանը գիտեր, որ լաբորատորիան սխալվում չէ այդպիսի բաներում։ Նա ասաց. «Ես պարտավոր եմ գրանցել այս փաստը պաշտոնական հաշվետվության մեջ»։ Անձնական բժիշկը նայեց նրան երկար։ Հետո նա հանեց հեռախոսը եւ մի բան ասաց մեկին։ 5 րոպե անց սենյակ մտավ մի տղամարդ, բարձրահասակ, մոտավորապես 50 տարեկան, կրում էր թանկ կոստյում։ Նա ներկայացավ որպես խորհրդական։ Նա ասաց Խաչատրյանին. «Բժիշկ Խաչատրյան, մենք հասկանում ենք ձեր մտահոգությունը, բայց դուք պետք է հասկանաք, որ այս հարցը շատ նուրբ է։ Պարոն Սահակյանը հանրային դեմք է։ Եթե այս տեղեկությունը հրապարակվի, դա կվնասի ոչ միայն նրա, այլև ամբողջ երկրին։ Մենք խնդրում ենք ձեզ, թողեք այս հարցը մեր ձեռքում։ Մենք կվերցնենք պատասխանատվությունը»։ Խաչատրյանը զգաց ճնշումը։ Նա գիտեր, որ եթե հրաժարվի, նա կարող է կորցնել աշխատանքը, բայց նա նաև գիտեր, որ եթե լռի, նա դառնում է մաս այդ համակարգի։ Նա ասաց. «Ես բժիշկ եմ։ Ես պարտավոր եմ հետևել էթիկային։ Ես պետք է գրանցեմ այն, ինչ տեսա»։ Խորհրդականը նայեց նրան սառը հայացքով։ «Բժիշկ Խաչատրյան, մենք գնահատում ենք ձեր հետևողականությունը, բայց մենք նաև հիշեցնում ենք ձեզ, որ դուք ունեք ընտանիք, կին, 2 երեխա։ Ձեր աղջիկը սովորում է համալսարանում, այնպես չէ։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ բան վատը տեղի ունենա նրանց հետ»։ Այդ պահին Խաչատրյանը հասկացավ, որ դա ոչ թե խնդրանք է, այլ սպառնալիք։ Նա զգաց, թե ինչպես է սառչում արյունը։ Նա նայեց Սահակյանին, ով դեռ ընկած էր նոսիլաներում, աչքերը փակ։ Նա մտածեց իր երեխաների մասին։ Նա մտածեց այն հազարավոր ընտանիքների մասին, ովքեր տառապում էին աղքատության մեջ։ Մինչդեռ այս մարդը օգտագործում էր կոկային եւ ապրում է շքեղության մեջ։ Նա մտածեց Վազգեն Մանուկյանի մասին, ով մահացել էր Դուբայում, երբ փորձեց ճշմարտությունը պատմել։ Նա մտածեց Նունե Արևշատյանի մասին, ով դեռ փորձում էր հրապարակել այն փաստաթղթերը։ Եվ նա հասկացավ, որ եթե նա լռի հիմա, նա դառնում է մաս այն համակարգի, որը ոչնչացնում է իր երկիրը։ Բայց նա նաև հասկացավ, որ եթե խոսի, նա կորցնում է ամեն ինչ։ Երբ Արման Խաչատրյանը վերջապես որոշեց խոսել 2015 թվականի ապրիլին, նա չգիտեր, որ իր վկայությունը կդառնա առանցքային։ Նա գիտեր միայն մեկ բան, որ լռությունը սպանում է ավելի արագ, քան ցանկացած սպառնալիք։ Նա կապվեց Նունե Արևշատյանի հետ, անանուն էլեկտրոնային նամակով։ Նրանք հանդիպեցին մի փոքր սրճարանում, Կասկադի մոտ, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրանց։ Խաչատրյանը բերեց իր բժշկական նշումների պատճենը, թաքնված իր բժշկական պայուսակում։ Երբ Արևշատյանը կարդաց արյան վերլուծության արդյունքները, նա հասկացավ դա ավելին էր, քան պարզապես սկանդալ։ Դա էր ապացույց, որ իշխանությունը ապրում էր այլ իրականության մեջ։ «Կոկայինը միայն սկիզբն է», ասաց Խաչատրյանը խմելով սառը սուրճը դողացող ձեռքերով։ Երբ ես նայեցի նրա բժշկական պատմությանը, որը նրանք փորձեցին թաքցնել, ես տեսա ավելին։ Սահակյանը տառապում էր քրոնիկ հիպերտոնիայով, 18-10-120 միջին ճնշումով։ Նրա լյարդի ֆերմենտները բարձրացված էին, ԱԼՏ-ը 115 միավոր, ԱՍՏ-ը 128, նորմալը 40-ից ներքև։ Դա նշանակում է լյարդի վնասվածություն, հավանաբար ալկոհոլից կամ թունավոր նյութերից։ Նրա երիկամների ֆունկցիան նույնպես խանգարված էր,
կրեատինինը 2 միավոր, նորմալը 1.2-ից ներքև։ Եվ ամենակարևորը, նրա սրտի էլեկտրակարդիոգրամը ցույց էր տալիս անկանոն ռիթմ, արհիթմիա, որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի։ Արևշատյանը գրում էր արագ։ Նա հարցրեց. «Ինչու է այս կարևոր։ Շատ մարդիկ ունեն առողջական խնդիրներ»։ Խաչատրյանը նայեց նրան ուղիղ աչքերի մեջ։ Քանի որ այս խնդիրները չեն գալիս պարզապես տարիքից, դրանք գալիս են կենսակերպից։ Կոկաինի օգտագործումը բացատրում է սրտի արհիթմիան, բարձր ճնշումը, լյարդի վնասվածությունը։ Բայց կա ավելին։ Երբ ես խոսեցի այլ բժիշկների հետ, ովքեր բուժել են բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանք ինձ պատմեցին նույն պատկերը։ Շատերը տառապում են նույն ախտանիշներից՝ քրոնիկ սթրես, բարձր կորտիզոլի մակարդակ, անքնություն, կախվածություններ, ալկոհոլ, դեղամիջոցներ, թմրանյութեր։ Դա ֆիզիոլոգիական հետևանքն է իշխանության։ Երբ դու ապրում ես անընդհատ ճնշման տակ, երբ դու միշտ վախենում ես կորցնել քո դիրքը, երբ դու գիտես, որ քո շուրջը բոլորը սպասում են քո սխալին, քո մարմինը սկսում է քայքայվել։ Այս բացահայտումը փոխեց ամեն ինչ։ Ալեֆշատյանը հասկացավ, որ պատմությունը ոչ միայն կոռուպցիայի մասին է։ Դա պատմություն է այն մասին, թե ինչպես է իշխանությունը ֆիզիկապես ոչնչացնում մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր գտնվում են գագաթնակետում։ Սահակյանը չէր պարզապես կոռումպացված պաշտոնյա։ Նա էր մարդ, ով քայքայվում էր ներսից, իր սեփական ընտրությունների պատճառով։ Եվ եթե նա, ով ուներ ամեն ինչ, փող, իշխանություն, պաշտպանություն, տառապում էր այդպես, ապա ինչ էր տեղի ունենում նրանց հետ, ովքեր չունեին ոչինչ։ Խաչատրյանը շարունակեց. բայց ամենավտանգավորը ոչ թե ֆիզիկական վնասվածությունն է, դա հոգեբանականն է։ Երբ դու ապրում ես շքեղության մեջ, մինչդեռ քո շուրջը մարդիկ սովում են, երբ դու օգտագործում ես թմրանյութեր, որպեսզի մոռանաս իրականությունը, երբ դու պարտավոր ես ամեն օր ստել, որպեսզի պահպանես քո դիրքը, դու կորցնում ես մարդկայնությունդ։ Դու դառնում ես մեքենա։ Եվ այդ մեքենան միայն մեկ բան գիտի՝ ինչպես պահպանել իշխանությունը։ Ամեն ինչ այլ՝ ընտանիքը, առողջությունը, բարոյականությունը դառնում է երկրորդական։ Արևշատյանը հարցրեց վերջին հարցը. «Դուք պատրաստ եք վկայել հրապարակավ»։ Խաչատրյանը լռեց երկար։ Հետո նա ասաց. «Ես գիտեմ, որ եթե անեմ դա, ես կորցնում եմ ամեն ինչ։ Բայց ես նաև գիտեմ, որ եթե չանեմ, ես կորցրել եմ արդեն ինքս ինձ։ Այո, ես պատրաստ եմ»։ 2015 թվականի մայիսի 12-ին Երևանի ազգային արխիվում տեղի ունեցավ մի դեպք, որը պաշտոնապես երբեք չգրանցվեց։ Գիշերվա 2 ժամին, երբ արխիվը փակ էր, ինչ-որ մեկը մտավ շենք, օգտագործելով կեղծ բանալի։ Անվտանգության տեսախցիկները այդ գիշեր պատահականորեն չաշխատեցին։ Հերթապահ պահակը պատահականորեն քնած էր իր սենյակում։ Եվ երբ առավոտյան աշխատակիցները եկան, նրանք հայտնագործեցին, որ 3 ամբողջ դարակներ պարունակող փաստաթղթեր 2012-ից 2014 թվականներին բացակայում էին։ Բայց մի փի փաստաթուղթ մնաց։ Պատահականություն, թե դիտավորություն։ Ոչ ոք երբեք չիմացավ։ Այդ փաստաթուղթը գտավ պատմաբան Հայկ Սարգսյանը, 38 տարեկան, ով աշխատում էր արխիվում 2012 թվականից սկսած։ Նա մտավ պահեստարան, որոնելու համար մի այլ նյութ, երբ նկատեց մի թղթի կտոր, ընկած հատակին։ Նա վերցրեց այն։ Դա էր ֆաքսի հաղորդագրություն, ուղարկված 2014 թվականի հուլիսի 14-ին։ Ուղարկողը անանուն համար Շվեյցարիայից, ստացողը Գ.Ս. Ազգային ժողով։ Հաղորդագրության տեքստը կարճ էր։ Փոխանցումը հաստատված է։ 3.800.000 հաշիվ CH7YXX3XX821։ Սարգսյանը կարդաց այն 3 անգամ։ Նա անմիջապես հասկացավ, որ դա կապված է բանկային գործարքի հետ։ Բայց ով էր Գ.Ս. Նա մտածեց. Գալուստ Սահակյան, ազգային ժողովի նախագահ։ Բայց ինչու է Շվեյցարիայից մեկը ուղարկում նրան 3.800.000 դոլար, եվրո, դրամ։ Անհնար էր, քանի որ այդ գումարը չափազանց փոքր կլիներ միջազգային փոխանցման համար։ Սարգսյանը որոշեց ավելին իմանալ։ Նա գիտեր, որ եթե այս փաստաթուղթը իսկապես կապված է Սահակյանի հետ, ապա դա կարող է լինել ապացույց։
Բայց նա նաև գիտեր, որ եթե ինչ-որ մեկը մտավ արխիվ եւ հանեց 3 դարակ փաստաթղթեր, ապա նրանք կվերադառնան, եթե իմանան, որ մի փաստաթուղթ մնացել է։ Նա պատճենեց ֆաքսը իր հեռախոսով եւ թաքցրեց օրիգինալը իր պայուսակում։ Հետո նա հեռացավ արխիվից, ասելով, որ հիվանդ է զգում իրեն։ Տանը Սարգսյանը սկսեց հետազոտել։ Նա որոնեց շվեյցարական բանկային հաշիվների մասին։ Նա գտավ, որ CH նախածանցը նշանակում է Շվեյցարիա, իսկ 7734 կոդը համապատասխանում է Ցյուրիխի մի բանկի։ Բայց ավելին իմանալու համար նա պետք է ուներ կապեր։ Նա հիշեց, որ Նունե Արևշատյանը աշխատում էր նման պատմությունների վրա։ Նա գտավ նրա էլեկտրոնային հասցեն եւ ուղարկեց նամակ, գցելով ֆաքսի լուսանկարը։ Արևշատյանը պատասխանեց 3 ժամ անց։ Նա ասաց. «Այս փաստաթուղթը համապատասխանում է այն, ինչ ես արդեն ունեմ։ Վազգեն Մանուկյանը տվեց ինձ բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Սահակյանը ստացել է $22 միլիոն 2012-ից 2014 թվականներին։ Ձեր ֆաքսը հաստատում է մի այդ փոխանցումներից։ Մենք պետք է հանդիպենք»։ Նրանք հանդիպեցին հաջորդ օրը։ Արևշատյանը բերեց Մանուկյանի դոսիեն։ Սարգսյանը համեմատեց ֆաքսը դոսիեի փաստաթղթերի հետ։ Ամսաթիվը համընկնում էր, գումարը համընկնում էր։ Հաշվի համարի վերջին 4 թվերը համընկնում էին։ Դա էր անվիճելի ապացույց։ Բայց Սարգսյանը նկատեց եւս մեկ բան։ Ֆաքսի վերևում կար փոքր նշում, գրված ձեռքով. հաստատված ՍՍ կողմից։ ՍՍ Սերժ Սարգսյան, նախագահ։ Եթե դա ճիշտ է, ապա փոխանցումը ոչ միայն Սահակյանի գործն էր, դա էր համակարգ, որը ներառում էր ամենաբարձր մակարդակը։ Արևշատյանը նայեց Սարգսյանին։ Դուք գիտեք, թե ինչ է դա նշանակում։ Եթե մենք հրապարակենք այս փաստաթուղթը, մենք մեղադրում ենք ոչ միայն Սահակյանին, այլև նախագահին։ Դա կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի։ Սարգսյանը պատասխանեց. բայց եթե մենք չհրապարակենք, ապա ով կանի դա։ Քանի տարի դեռ պետք է ժողովուրդը տառապի, մինչդեռ էլիտան գողանում է նրանց ապագան։ Նրանք որոշեցին գործել։ Բայց նախ նրանք պետք է ավելի շատ ապացույցներ հավաքեին։ Արևշատյանը կապվեց Արման Խաչատրյանի հետ։ Նա ասաց նրան ֆաքսի մասին։ Խաչատրյանը պատասխանեց. ես ունեմ եւս մեկ բան։ Երբ Սահակյանը եկավ հոսպիտալ, նրա անձնական բժիշկը թողեց իր պայուսակը սենյակում։ Ես նայեցի ներսը։ Այնտեղ կար դեղատոմս, գրված Սահակյանի անվամբ։ Դեղամիջոցը ատորվաստատին, որը օգտագործվում է բարձր խոլեստերինի համար։ Բայց դեղատոմսի վրա կար նաև մի այլ անուն՝ SSS, նույն դեղամիջոց։ Դա նշանակում է, որ նույն բժիշկը բուժում էր երկուսին էլ։ Եվ եթե նույն բժիշկը գիտեր Սահակյանի կոկաինի օգտագործման մասին, ապա նա գիտեր նաև Սարգսյանի մասին։ Այս բացահայտումը ավելացրեց եւս մեկ շերտ։ Պատմությունը դառնում էր ավելի խորը։ Դա այլևս ոչ միայն կոռուպցիայի մասին էր, դա էր համակարգ, որտեղ բոլորը կապված էին միմյանց հետ։ Բժիշկները, բանկիրները, պաշտոնյաները, նախագահը։ Բոլորը մաս կազմում էին մի հսկայական ցանցի, որը գործում էր ստվերներում։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր, ինչպես հրապարակել այս ամենը առանց սպանվելու։ 2015 թվականի հունիսի 21-ին Նունե Արևշատյանը, Հայկ Սարգսյանը եւ Արման Խաչատրյանը հանդիպեցին վերջին անգամ, նախքան հրապարակելը։ Նրանք ընտրեցին տեղ, որը համարվում էր անվտանգ, մի փոքր տուն Դիլիջանում, որը պատկանում էր Սարգսյանի ընկերոջը։ Նրանք բերեցին բոլոր փաստաթղթերը, Մանուկյանի դոսիեն, ֆաքսը, բժշկական նշումները, բանկային հաշվետվությունները։ Նրանք դրեցին դրանք սեղանի վրա եւ սկսեցին վերջնական պլանավորումը։ Արևշատյանը ասաց. մենք պետք է հրապարակենք ամեն ինչ միաժամանակ։ Եթե մենք անենք դա մասերով, նրանք կունենան ժամանակ դադարեցնել մեզ։ Ես կուղարկեմ հոդվածը Aravoth.am-ին, բայց նաև միջազգային լրատվամիջոցներին, BBC-ին, Reuters-ին, Al Jazeera-ին։ Մենք պետք է համոզվենք, որ պատմությունը տարածվի այնքան արագ, որ նրանք չկարողանան այն կանգնեցնել։ Սարգսյանը ավելացրեց. ես կտամ արխիվային փաստաթուղթը, բայց մենք պետք է նաև պատրաստ լինենք իրավական հետևանքներին։ Նրանք կմեղադրեն մեզ հերկման տարածման մեջ, գաղտնի տեղեկությունների գողության մեջ, նույնիսկ դավադրության մեջ։ Մենք պետք է ունենանք իրավաբաններ, ովքեր պատրաստ են պաշտպանել մեզ։ Խաչատրյանը ասաց. ես կտամ բժշկական վկայությունը, բայց ես նաև պետք է պատրաստ լինեմ կորցնել իմ բժշկական լիցենզիան։ Նրանք կասեն, որ ես խախտել եմ բժշկական գաղտնիությունը, բայց ես պատրաստ եմ, քանի որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան իմ կարիերան։ Նրանք համաձայնեցան։ Հրապարակման ամսաթիվը հունիսի 25։ 4 օր հետո, բայց երբ նրանք պատրաստվում էին հեռանալ, Արևշատյանի հեռախոսը զնգաց։
Անանուն համար։ Նա պատասխանեց. Ձայնը մյուս կողմում ասաց. Պարոնուհի Արևշատյան, մենք գիտենք, թե ինչ եք պլանավորում։ Մենք գիտենք, որ դուք ունեք փաստաթղթեր։ Մենք գիտենք, որ դուք պատրաստվում եք հրապարակել դրանք։ Բայց մենք ուզում ենք ձեզ տալ մի հնարավորություն։ Հանդիպեք մեզ հետ։ Լսեք մեր կողմը։ Եթե դուք դեռ ուզում եք հրապարակել դրանք հետո, մենք չենք կանգնեցնի ձեզ, բայց առնվազն տվեք մեզ հնարավորություն բացատրել։ Արևշատյանը նայեց երկու ընկերներին։ Նրանք ժպտացին գլուխը ոչ։ Բայց Արևշատյանը մտածեց. նա գիտեր, որ եթե նրանք հրաժարվեն հանդիպումից, նրանք երբեք չիմանան, թե ով է իրականում կանգնած այս ամենի ետևում։ Նա ասաց. Լավ, ես կգամ, բայց միայն հրապարակային տեղում, եւ ես կբերեմ վկա։ Ձայնը համաձայնեց։ Վաղը ժամը 3:30 Հանրապետության հրապարակ, Մարիոթ հյուրանոցի սրճարանում։ Գալիս է մեկը։ Դուք կճանաչեք նրան։ Հաջորդ օրը Արևշատյանը գնաց հանդիպման։ Նա բերեց Սարգսյանին որպես վկա։ Նրանք նստեցին սրճարանում եւ սպասեցին։ Ժամը 3:30 դուռը բացվեց եւ ներս մտավ մի տղամարդ։ Բարձրահասակ, մոտավորապես 60 տարեկան, մազերը մոխրագույն, հագած թանկ կոստյում։ Երբ տղամարդը նստեց սեղանի մոտ, Նունե Արևշատյանը անմիջապես ճանաչեց նրան։ Ոչ դեմքից, այլ ձայնից։ Դա նույն ձայնն էր, որը զանգահարել էր նրան երեկ։ Բայց ավելի կարևորը, դա էր ձայնը, որը նա լսել էր Վազգեն Մանուկյանի ձայնագրություններից մեկում, որը Մանուկյանը թողել էր Դուբայում։ Տղամարդը ներկայացավ։ Իմ անունը Արամ Հովանիսյան է։ Ես եղել եմ Սերժ Սարգսյանի անձնական խորհրդականը 2008-ից 2015 թվականներին։ Եվ ես այն մարդն եմ, ով համակարգել է բոլոր ֆինանսական գործարքները, որոնց մասին դուք գիտեք։ Արևշատյանը սառեց։ Սարգսյանը նստած նրա կողքին դողաց։ Նրանք չէին սպասում այսպիսի ուղակի խոստովանանքի։ Հովանիսյանը շարունակեց. Ես գիտեմ, որ դուք ունեք փաստաթղթեր։ Ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք հրապարակել դրանք։ Եվ ես եկել եմ ասելու ձեզ, դուք ճիշտ եք։ Ամեն ինչ դուք գտել եք, ճիշտ է։ Գալուստ Սահակյանը ստացել է $22 միլիոն 2012-ից 2014 թվականներին։ Փողը եկել է պետական բյուջեից, օֆշորային ընկերությունների միջոցով։ Եվ ըստ իմ տեղեկությունների, Սերժ Սարգսյանը գիտեր այդ մասին։ Նա հաստատել է բոլոր հիմնական փոխանցումները, որոնց ես վկա եղել եմ։ Արևշատյանը գտավ իր ձայնը։ Ինչու եք ասում մեզ այս ամենը։ Ինչու եք դավաճանում նրանց։ Հովանիսյանը նայեց պատուհանից։ Նրա աչքերում կար մի բան, որը Արևշատյանը չէր սպասում տեսնել։ Ցավ, իրական, խորը ցավ։ Նա խոսեց դանդաղ։ Քանի որ ես ունեմ դուստր, նրա անունը Անի է։ Նա 24 տարեկան է։ Նա ուսանում էր Երևանի պետական համալսարանում տնտեսագիտություն։ 2014 թվականի սեպտեմբերին նա եկավ ինձ մոտ եւ ասաց. Հայր, ես գիտեմ, թե ինչ ես անում։ Ես գիտեմ, որ դու օգնում ես նրանց գողանալ, եւ ես չեմ կարող ապրել այդպես։ Ես չեմ կարող նայել հայելուն եւ տեսնել գողի դուստրը։ Հովանիսյանի ձայնը կոտրվեց։ Նա շարունակեց. Ես փորձեցի նրան բացատրել, ասաց, որ դա քաղաքականություն է, որ բոլորը անում են դա, որ եթե ես չանեմ, ուրիշը կանի։ Բայց նա չլսեց։ Նա պատասխանեց. Հայր, դու ընտրություն ունես։ Միշտ ընտրություն կա։ Եվ հետո նա հեռացավ տնից։ Նա գնաց ապրել իր ընկերուհու մոտ։ Նա դադարեցրեց խոսել ինձ հետ։ Վերջին անգամ, երբ տեսա նրան 2015 թվականի մարտին, նա նայեց ինձ եւ հայտարարեց. Ես ամաչում եմ քեզնից։ Այդ բառերը սպանեցին ինձ ավելի շատ, քան ցանկացած սպառնալիք։ Արևշատյանը զգաց, թե ինչպես է արցունքները լցվում աչքերում։ Սա էր առաջին անգամը, երբ նա տեսնում էր մարդկային դեմքը այն համակարգի, որը նա հետապնդում էր։ Հովանիսյանը չէր պարզապես կոռումպացված պաշտոնյա։ Նա էր հայր, ով կորցրել էր իր դստերը, իր սեփական ընտրությունների պատճառով։ Հովանիսյանը հանեց մի ծրար իր պայուսակից։ Այստեղ կան բոլոր փաստաթղթերը, որոնք ձեզ պետք են։ Բանկային հաշվետվություններ, էլեկտրոնային նամակներ, ձայնագրություններ, հանդիպումներից, ամեն ինչ։ Ես պահպանել եմ դրանք որպես ապահովագրություն, բայց հիմա ես տալիս եմ դրանք ձեզ։ Հրապարակեք դրանք։ Ասեք ժողովրդին ճշմարտությունը, եւ եթե դա նշանակում է, որ ես գնամ բանտ, ապա թող այդպես լինի։ Առնվազն ինդուստրը կիմանա, որ վերջում ես ընտրեցի ճիշտը։ Արևշատյանը վերցրեց ծրարը։ Նա հարցրեց. Բայց ինչու հիմա։ Ինչու ոչ ավելի շուտ։ Հովանիսյանը ժպտաց դառնորեն։ Քանի որ երեք ես ստացա նամակ Անիից։ Առաջին անգամ 8 ամսում։ Նա գրել էր. Հայր,
Ես լսել եմ, որ լրագրողները հետաքննում են կոռուպցիան։ Եթե դու իսկապես ուզում ես փրկել քո հոգին, օգնիր նրանց։ Դա միակ ճանապարհն է, որ ես կարող եմ նորից հարգել քեզ։ Եվ այդ պահին ես հասկացա, ես ընտրություն ունեմ։ Ես կարող եմ շարունակել ապրել ստերի մեջ, կամ կարող եմ փորձել ուղղել այն, ինչ ես կործանել եմ։ 2015 թվականի հունիսի 25-ին ժամը 11-ին երեկոյան Նունե Արևշատյանը նստած էր իր համակարգչի առջև։ Նրա սեղանի վրա դրված էին 3 ծրար՝ Վազգեն Մանուկյանի դոսիեն, Հայկ Սարգսյանի արխիվային փաստաթուղթը, Արամ Հովհաննիսյանի նոր փաստաթղթերը։ Նրա էկրանին բացված էր հոդվածը, վերնագրով 22 միլիոն դոլարի գաղտնիքը։ Ինչպես է Հայաստանի էլիտան գողացել ժողովրդի ապագան։ Հոդվածը երկար էր՝ 12000 բառ։ Այն պարունակում էր ամեն ինչ՝ բանկային փոխանցումները, բժշկական վկայությունները, արխիվային ֆաքսը, Հովհաննիսյանի խոստովանանքը։ Այն անուններ էր նշում՝ Գալուստ Սահակյան, Սերժ Սարգսյան, անանուն օլիգարխներ։ Այն թվեր էր բերում՝ 22 միլիոն դոլար, 3 միլիոն 800 հազար դոլար մեկ փոխանցմամբ, 115 միավոր ԱԼԹ, 2 միավոր կրեատինին։ Այն պատմում էր պատմություններ՝ Մանուկյանի մահը Դուբայում, Խաչատրյանի սպառնալիքները, Հովհաննիսյանի դստեր մերժումը։ Արևշատյանը կարդաց հոդվածը վերջին անգամ։ Նա գիտեր, որ երբ նա սեղմի հրապարակել կոճակը, նրա կյանքը փոխվելու է հավիտյան։ Նա գիտեր, որ նրանք կփորձեն դադարեցնել նրան։ Նա գիտեր, որ նա կարող է կորցնել ամեն ինչ։ Բայց նա նաև գիտեր, որ եթե չանի դա, ապա Վազգեն Մանուկյանը մահացել է զուր։ Արման Խաչատրյանը զոհաբերել է իր կարիերան զուր։ Արամ Հովհաննիսյանը կորցրել է իր դուստրը զուր։ Նա նայեց ժամացույցին։ 11:10։ Նա որոշել էր հրապարակել կեսգիշերին, երբ ամենաշատ մարդիկ են օնլայն։ Նա ուղարկել էր հոդվածը նաև BBC-ին, Reuters-ին, Al Jazeera-ին, անգլերեն թարգմանությամբ։ Նա պատասխանել էր սոցիալական ցանցերի հաղորդագրություններ, հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Նա համակարգել էր Սարգսյանի եւ Խաչատրյանի հետ, որ նրանք նույնպես հրապարակեն իրենց վկայությունները միաժամանակ։ 11:50։ Նրա հեռախոսը զնգաց։ Անանուն համար։ Նա չպատասխանեց։ 5 րոպե անց նորից։ Դարձյալ չպատասխանեց։ 11:55։ Դռան զանգը։ Նա չբացեց։ Ձայն դրսից։ Պարոնուհի Արևշատյան, մենք գիտենք, որ դուք այնտեղ եք։ Բացեք դուռը։ Մենք պետք է խոսենք։ Արևշատյանը անտեսեց։ Նա նայեց էկրանին։ 11:58։ 11:59։ Կեսգիշեր։ Նա սեղմեց հրապարակել։ Հոդվածը հայտնվեց Առավոտ, ամի գլխավոր էջում։ Միաժամանակ BBC, Reuters-ի, Al Jazeera-ի կայքերում հայտնվեցին նույն պատմության տարբերակները։ Սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել հղումները։ Առաջին 10 րոպեում 100 տարածում, երկրորդ 10 րոպեում 1000, երրորդ 10 րոպեում 10000։ Արևշատյանի հեռախոսը սկսեց անընդհատ զնգալ։ Նամակներ, հաղորդագրություններ, զանգեր, ընկերներ, գործընկերներ, անծանոթներ։ Ոմանք շնորհավորում էին, ոմանք սպառնում էին, ոմանք պարզապես հարցնում էին՝ դա ճի՞շտ է։ Ժամը 1-ին գիշերվա Հայաստանի կառավարությունը հրապարակեց պաշտոնական հայտարարություն։ Առավոտ.am-ի հրապարակած նյութը պարունակում է կեղծ տեղեկություններ եւ հիմնված է անվավեր փաստաթղթերի վրա։ Կառավարությունը պատրաստվում է իրավական գործողությունների հերքման տարածման համար։ Բայց արդեն ուշ էր, պատմությունը տարածվել էր։ Միջազգային լրատվամիջոցները սկսեցին վերլուծել, դիասպորան սկսեց արձագանքել։ Լոս Անջելեսում, Պարիզում, Մոսկվայում, Բեյրութում հայերը սկսեցին կարդալ հոդվածը եւ կիսվել այն։ Նրանք սկսեցին հարցեր տալ։ Նրանք սկսեցին պահանջել պատասխաններ։ Ժամը 2-ին գիշերվա Գալուստ Սահակյանը հրապարակեց իր հայտարարությունը։ Ես ամբողջությամբ մերժում եմ այս մեղադրանքները։ Ես երբեք չեմ ստացել անօրինական փող։ Այս հրապարակումը քաղաքական դավադրություն է, նպատակ ունենալով վարկաբեկել ինձ եւ իմ ընտանիքը։ Բայց ոչ ոք չհավատաց, քանի որ փաստաթղթերը այնտեղ էին։ Բանկային հաշվետվությունները, ֆաքսը, բժշկական նշումները, Հովհաննիսյանի խոստովանանքը։ Ամեն ինչ հրապարակված էր։ Ամեն ինչ ստուգելի էր։ 2015 թվականի հունիսի 26-ին 24 ժամ հրապարակումից հետո Լոս Անջելեսի Հոլիվուդի բուլվարում հավաքվեցին 3000 հայ։ Նրանք բերեցին պաստառներ։ 22 միլիոն մեր երեխաների ապագան։ Սահակյան պատասխանատվության։ Դիասպորան պահանջում է ճշմարտություն։ Նրանք երգեցին մեր հայրենիք, արցունքներով աչքերում։ Նրանք պատմեցին իրենց պատմությունները։ Մի կին 50 տարեկան, ով աշխատում էր որպես բուժքույր,
ասաց լրագրողներին. Ես ամեն ամիս ուղարկում եմ $500 իմ ծնողներին Գյումրիում։ Նրանք ապրում են փոքր բնակարանում, առանց կենտրոնական ջեռուցման։ Ձմռանը նրանք ցուրտ են, ամռանը նրանք տաք են։ Նրանք ուտում են հաց և պանիր, քանի որ միսը թանկ է։ Եվ հիմա ես իմանում եմ, որ այն փողը, որը պետք է գնար նրանց օգնելուն, գնացել է Սահակյանի շքեղ մեքենաներին։ Ինչպես կարող եմ ներել դա։ Մի տղամարդ, 35 տարեկան, ով աշխատում էր որպես ինժեներ, ասաց. Իմ եղբայրը մահացավ 2013 թվականին, քանի որ չկարողացավ վճարել սրտի վիրահատության համար։ Վիրահատությունը արժունը արժեր $10,000։ Մենք փորձեցինք հավաքել փող, բայց չկարողացանք։ Եվ հիմա ես իմանում եմ, որ Սահակյանը ունեցել է $22 միլիոն բանկում։ 22 միլիոն։ Դա կարող էր փրկել 2200 կյանք։ Բայց փոխարենը այն գնաց նրա հաշիվներին։ Նույն օրը Պարիզում հավաքվեցին 5000 հայ, Մոսկվայում 10000, Բեյրութում 3000, Թեհրանում 2000։ Ամենուրեք նույն պատմությունը։ Դիասպորան, որը տասնամյակներ շարունակ ուղարկել էր փոխտուն, հիմա պահանջում էր պատասխաններ։ Երևանում իրավիճակը լարվում էր։ Հունիսի 27-ին Հանրապետության հրապարակում հավաքվեցին 15000 մարդ։ Նրանք պահանջեցին Սահակյանի հրաժարականը։ Նրանք պահանջեցին անկախ հետաքննություն։ Նրանք պահանջեցին, որ բոլոր գողացված փողը վերադարձվի ժողովրդին։ Ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը, բայց մարդիկ չհեռացան։ Նրանք մնացին ամբողջ գիշեր։ Նրանք վառեցին մոմեր, յուրաքանչյուր մահացածի համար, ով չկարողացավ ստանալ բուժօգնություն, քանի որ փողը չկար։ Նրանք կարդացին անուններ, հազարավոր անուններ։ Եվ յուրաքանչյուր անունից հետո նրանք ասացին. մենք չենք մոռանա։ Հունիսի 28-ին Սերժ Սարգսյանը հրապարակեց իր առաջին հայտարարությունը։ Ես հրահանգել եմ անցկացնել ամբողջական հետաքննություն այս մեղադրանքների վերաբերյալ։ Եթե հայտնաբերվեն խախտումներ, պատասխանատուները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Բայց դիասպորան չհավատաց։ Նրանք գիտեին, որ Սարգսյանը ինքը մաս էր համակարգի։ Նրանք պահանջեցին միջազգային հետաքննություն։ Նրանք պահանջեցին, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպական միությունը, միջազգային արժույթի հիմնադրամը ներգրավվեն։ Հունիսի 29-ին Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ժամանակավորապես հեռանում է ազգային ժողովի նախագահի պաշտոնից, առողջական պատճառներով։ Բայց ոչ ոք չհավատաց այդ բացատրությանը։ Բոլորը գիտեին, որ նա փախչում է պատասխանատվությունից։ Հուլիսի առաջին օրը Արամ Հովհաննիսյանը ներկայացավ դատախազությանը։ Նա տվեց ամբողջական խոստովանանք։ Նա անվանեց բոլոր անունները, բոլոր գումարները, բոլոր ամսաթվերը։ Նա ասաց. ես պատրաստ եմ կրել պատիժը իմ արարքների համար, բայց ես նաև պահանջում եմ, որ բոլոր մյուսները նույնպես պատասխանատվության ենթարկվեն։ 2015 թվականի հուլիսի 10-ին Նունե Արևշատյանը նստած էր իր բնակարանում եւ նայում էր լուրերը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում նրա կյանքը դարձել էր անճանաչելի։ Նա ստացել էր հարյուրավոր սպառնալիքներ։ Նրա բնակարանը 2 անգամ ներխուժել էին, նրա մեքենան վնասել էին, բայց նա նաև ստացել էր հազարավոր շնորհակալության նամակներ։ Նրա անունը դարձել էր խորհրդանիշ։ Դիասպորան նրան անվանում էր հերոս, բայց Արևշատյանը չէր զգում իրեն հերոս։ Նա զգում էր իրեն հոգնած, վախեցած, բայց նաև փոքրինչ հույսով, քանի որ պատմությունը հրապարակվել էր, ճշմարտությունը դուրս էր եկել, եւ այժմ ոչ ոք չկարող էր այն հետ տանել։